Պարոն Ստեփանյան, այսօր հանդիպելու եք Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Ձեզ համար սպասելի էր այս հանդիպումը։ Արդեն հանդիպումը ընթանում է, եթե չեմ սխալվում, 4:30 պետքա խորհրդի ներկայացուցիչները արդեն լինեին հանդիպման։ Մեծ հաշվով, այո, կարելի էր ակնկալել, որ ի վերջո ներկայացված պահանջներին կառավարությունը պետք է որոշակի ձևով արձագանքեր։ Հիմա սպասենք հանդիպումը ավարտվի, հասկանանք, թե ինչպես է արձագանքել, պատրաստակամությունը կա ընդառաջ գնալու ներկայացված պահանջներին, թե ոչ, հետագայում արդեն հասկանանք պայքարի մյուս գործողությունների տրամաբանությունը։ Գտնում եք, որ սա մարտի 29-ի մեծ հանրահավաքի արդյունքն է։ Միանշանակ, իհարկե, երբ որ գիտեք, այս ժամանակահատվածում տարբեր ձևաչափերով տարբեր պատասխանատուների հետ կառավարության հանդիպումներ եղել են եւ միշտ էլ օրինակ ես նկատել եմ, որ նրանց թվում է, թե ինչ որ սեփական մտքեր ենք արտահայտում, ամբողջական չենք ներկայացնում ժողովրդի պահանջը։ Միշտ օրինակ սոցիալ նախարարության պատասխաններում այդ գիծը կարմիր թելի նման գնում էր, որ մենք շատ լավ կապի մեջ ենք Արցախից բռնի տեղահանվածների հետ, նրանց կարիքները տեսնում ենք։ Մարտի 29-ի հանրահավաքը ցույց տվեց, որ նրանց կարիքները հեչել չեք տեսնում եւ հաշվի չեք առնում։ Եվ այդ հանրահավաքը եկավ ասելու, որ սա մեկ մարդու կամ մի խումբ մարդկանց խնդիրը չի, այլ ամբողջ հազարավոր կոնկրետ 10,000 մարդեր ներկա է, բոլորը միավորվել են մեկ ձայնով խոսելու եւ իրենց պահանջները ներկայացնելու։ Ուրեմն բարի եղեք հաշվի առնելու այդ պահանջները։ Ապրիլի 1-ից դադարեցվեց արցախցիներին տրամադրվող 40+10,000 դրամական սոցիալական աջակցությունը, մասամբ դադարեցվեց եւ նաեւ երբ դիմեցին արցախցիները տարբեր հասարակական կազմակերպություններ, սոցիալ նախարարություն այնտեղից հայտնեցին, որ թող գնան, աշխատեն եւ ապրեն։ Դուք ինչ կասեք, արդյոք արցախցիները չեն աշխատում, այստեղ աշխատանք չեն գտել, հետաքրքրված չեն աշխատելու եւ միայն այսպես հակված են անգործության ու սոցիալական աջակցություններ ստանալուն։ Մենք բազմիցս խոսել ենք դրա մասին եւ տարբեր հանրային քննարկումների ժամանակ եւ մամուլի ասուլիսների ժամանակ, որ այդ պնդումը հիմնազուրկ պնդում է, որովհետեւ հենց իրենք են խոստովանում, որ 26,000 գրանցված աշխատող կա արցախցիների շրջանում, բայց երբ որ վիճակագրությունը նայում ենք, այդ 26,000-ից ճնշող մեծամասնությունը աշխատում են ցածր վարձատրվող աշխատանքում, այսինքն ունեն մինչև 100-150,000 աշխատավարձ, ինչը եթե վերցնենք, որ յուրաքանչյուր ընտանիքում այդպիսի աշխատողը մի հոգի է, դե արի այդ մի հոգու աշխատավարձով եւ բնակվարձի հարց լուծիր եւ ընտանիքի պահպանման, սննդի եւ այլ հարցեր լուծիր։ Այսինքն այդ պնդումը որևէ ձևով տեղ չպետք է ունենա, հիմք չունի, այդ մեկ, երկրորդը, արդյոք Հայաստանի կառավարության կողմից ինչպես տարբեր պետությունների պարագայում է իրականացվել են զբաղվածության խթանման ուղղված աշխատանքներ։ Միջազգային պրակտիկան դա է ցույց տալիս, որ երբ որ տեղահանվածի կամ փախստականի զբաղվածության հարցը հավուր պատշաճի հասցեագրվում է տարբեր ծրագրերով, միայն դրանից հետո է դադարեցնում սոցիալական աջակցությունը։ Իսկ հիմա ասում են մենք դադարեցնում ենք, թող գնան աշխատեն։ Որտեղ աշխատեն, կամ զարգացրել եք այդ կարողությունները, կամ տվել եք այդ հնարավորությունները, որ մարդիկ գնան աշխատեն։ Աշխատողներն ստանում են չափազանց ցածր աշխատավարձ։ Հետևաբար այդ պնդումը եւս որևէ ձևով հիմնավորված չէ եւ երկրորդ պնդումը իրենց նաեւ որ դադարեցնում ենք, որ մարդիկ դիմեն երկարաժամկետ բնակարանային ծրագրից օգտվելու համար։ Սա, գիտեք, այդ պարտադրանքի մեթոդը որևէ երկրում տեղահանվածների կամ փախստականների պարագայում չի կիրառվում։ Սա ինչ որ մի նոր բան է, որ ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետությունում։ Ոչ թե պետք է մարդկանց ասել ուզում եք ուզեք, չեք ուզում ուզեք, այլ պետք է մարդկանց ասել, որ որոնք եք տեսնում խոչընդոտ այդ ծրագրում, եկեք նստենք քննարկենք, գանք ընդհանուր հայտարարի եւ այնպես անենք, որ երկարաժամկետ բնակարանային ապահովման ծրագրից գնաք եւ օգտվեք։ Բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք, դա քաղաքացիության պահանջն է, դա անհամապատասխան միջոցներն են տրամադրվող, բանկային համակարգի հետ առաջացող խնդիրներն են եւ այլ եւ այլ։ Միթե այս ընթացքում հնարավոր չի եղել
շահագրգիռ քննարկումների արդյունքում այդ խնդիրը լուծել։ Եվ այսօր չէինք ունենա այն վիճակը, որ ընդամենը 55 ընտանիք է օգտվել այդ ծրագրից։ Կունենայինք հարյուրավոր կամ հազարավոր ընտանիքներ, որտեղ որևէ մեկին համար հաճելի չէ ամբողջ կյանքը ապրել վարձակալված բնակարանում։ Ի վերջո մարդիկ ուզում են ունենալ իրենց բնակարանները, ունենալ այն անկյունը, որում ապահով կզգան, որը իրենց համար մշտական կլինի։ Եվ ես հույս ունեմ, որ այո, 10,000 մարդ հավաքվել է եւս մեկ անգամ իր ձայնը բարձրացրել է եւ այս անգամ գոնե բան կանեն, ականջալուր կլինեն եւ ի վերջո այդ հանրահավաքը նաև նա ցույց տվեց, որ ձեր բոլոր գործողությունները պարակտելու արցախցիների ներսից, ինչ որ խմբեր ձևավորելու, ինչ որ խորհուրդներ ձևավորելու, այդ խորհուրդներում ընդգրկելու մարդկանց, որոնց որ արցախցիները չեն ճանաչում, այդ ջանքերը որևէ արդյունք չեն տվել եւ չեն տալու, որովհետեւ մարդիկ ունեն հստակ ձևակերպված պահանջների օրակարգ եւ առաջ են մղում այդ օրակարգը։ Պարոն Ստեփանյան, հանրահավաքի հիմնական պահանջներից էր նաև Բաքվում պահվող հայ գերիների, հայ պատանդների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը Հայաստան։ Դուք ինչ ճանապարհով եք տեսնում նրանց վերադարձը եւ արդյոք այսօր հնարավոր է, քանի որ շատ մեծ կարծիքներ կան այն մասին, որ Ադրբեջանը նրանց հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը պահում է այնտեղ քաղաքական շահերից ելնելով։ Դուք ինչ ելքեր կառաջարկեք, ինչպես հնարավոր է նրանց վերադարձնել եւ ինչպես աշխատել հատկապես միջազգային կազմակերպությունների հետ։ Այդ աշխատանքները նոր հեծանիվ հորինելու մասին չեն, այդ աշխատանքները տարբեր պետությունների պրակտիկայում եղել են եւ կան շարունակում են լինել, դրա մասին խոսել է նույն Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը, նախ եւ առաջ համար մեկ հարցը, արդյոք կառավարության կողմից 23 պատանդների հարազատների հետ կատարվում են կոնկրետ աշխատանքներ, նրանց տեղեկացնելու, թե Հայաստանի Հանրապետությունը այս հարցը որտեղ է բարձրաձայնում։ Իմ ունեցած ինֆորմացիայով եւ իմ ունեցած տպավորությամբ ոչ չեն իրականացում։ Ինչու չեն իրականացում, թող պատասխանեն։ Հարցերից մեկը դա է։ Երկրորդ, արդյոք օգտագործվում է Հայաստանի Հանրապետության ողջ դիվանագիտական պոտենցիալը տարբեր պետություններում եւ միջազգային կազմակերպություններում այս հարցը բարձրաձայնելու համար։ Իմ տպավորությամբ ոչ, որտեղ մենք տեսնում ենք, որ սփյուռքյան կառույցները, տարբեր շահագրգիռը սրտացավ մարդիկ աշխարհի տարբեր կետերում պայքար են տանում այդ ուղղությամբ, կազմակերպում են լսումներ, չգիտեմ, փորձում են ընդհանուր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, բայց տեսնում ենք, որ դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետությունը ներկա չէ կամ տեսանելի անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում։ Երրորդ, Ադրբեջանի հետ արդյոք այս հարցը երկկողմ քննարկման նյութ է թե ոչ։ Տեսնում ենք, որ ոչ։ Էլ կարող եմ sense բազմաթիվ բաներ թվարկել, որոնք որ պետք է անվեն եւ ըստ էության, եթե անկեղծ լինենք, 2020 թվականից հետո ինչ-ինչ քանակով, ինչ-ինչ արդյունավետությամբ այս քայլերը արվում են։ 23 թվականից հետո իսպառ բացակայում են։ Չկան, չենք տեսնում, 1-2 հայտարարություններ կարող են վկայակոչել, էլի անկեղծ լինենք, այս ուրեմն վերջի շրջանի հանրահավաքների կամ տարբեր ակցիաների արդյունքում է, որ որոշակի ակտիվություն այդ հարցում տեսել ենք, բայց միջև այդ ընդհանրապես որևէ ակտիվություն չկար։ Եվ նաև 2023 թվականից հետո այստեղ Հայաստանում գործում է Արցախի ներկայացությունը, որևէ կերպ Հայաստանի կառավարությունը համագործակցում է Արցախի ներկայացության հետ, որևէ հարցի շուրջ քննարկումներ եղել են համատեղ։ Իմ ունեցած տեղեկատվության ոչ, համագործակցություն չկա, իրենց համար Արցախի պաշտոնյաները ընդունելի չեն, առնվազն պաշտոնական շփումներ չկան, հանրային ընդհանրապես չկան, սա է իրավիճակը։ Հենց նաև դրա պատճառներից մեկը դա է, որ հասարակական կազմակերպություններն են համախմբվել, փորձելով ժողովրդի պահանջը տեղ հասցնել։